Բարև ձեզ, բարի ուշ երեկո։ Բարի ուշ երեկո։ Հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, այս ծանր աշխատանքային օրվա վերջին մենք ստացանք տեղեկություն, որ վերջապես սայլը տեղից շարժվել է եւ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի երկրորդ մասով մեղադրանքներ են առաջադրվել իրեն երկու անձանց, որոնց մասին արդեն երրորդ օրն է ինտենսիվ բարձրաձայնում է լրագրող Սյուզի Բադոյանը, որպես վեդիի երկու անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարած անձինք։ 198-րդ հոդվածը դա սեռական բնույթի բռնի գործողություններն են, որոնք որ մասնակի ներառում են այն, ինչը նախկին քրեական օրենսգրքով եւ ավանդաբար անվանվում է այդ ծանր երևույթը, որ անվանվում է բռնաբարություն։ Այդ բառը այլևս նոր քրեական օրենսգրքում չկա եւ դրա փոխարեն սեռական բնույթի բռնի գործողություններ ձևակերպումն է։ Այս դեպքը մեծ հանրային հնչեղություն ստացավ, լայն քննարկումներ եղան։ Ես էլ եմ սկզբնական փուլում դրանց մասնակցել, հետո մտածեցի, որ պետք է որոշ պաուզա վերցնել եւ փորձել հասկանալ իրավիճակը։ Ուզում եմ հիացմունքս արտահայտել մեր այն կին գործիչներով երկու կարևորագույն մասնագիտության, լրագրության եւ փաստաբանության, որոնք կարևորագույն լումա ունեցան այս սայլը տեղից շարժվելու հարցում։ Սյուզի Բադոյանի մասին է խոսքը, լրագրող, փաստաբաններ Լուսինե Պարտիրոսյանի եւ Վարդուհի Էլբակյանի մասին է խոսքը։ Ես ուղղակի իսկապես հիացմունքս եմ ուզում արտահայտեմ, որովհետեւ մարդիկ հանրային արժեք են ստեղծում։ Սա հանրային արժեք է։ Անշահախնդիր ձևով։ Սա հանրային արժեք է այն առումով, որ բարձրացնում է մեր բոլորի երեխաների պաշտպանվածությունը։ Սա հանրային արժեք է այն առումով, որ ցույց է տալիս, որ լրագրությունը կարող է իսկապես խնդիրներ լուծել եւ չորրորդ իշխանություն այդ ավանդական դիտխոսը այնուհանդերձ շարունակում է պահպանել։ Անգամ այս բռնակարության ձգտող իրավիճակում, երբ այս մեր երկրի ղեկավարությունը ստանալով արևմտյան դաբրոներ, այս հաշվով շատ բաներ կարող է իրեն թույլ տալ։ Ամեն դեպքում ես իմ առաջին լայվում նույնպես նշել եմ, որ ուղղակի չեմ կարող հավատալ, հավատս չի գալի, չեմ ուզում հավատալ եւ չեմ կարող հավատալ, որ պաշտոնատար անձինք, այդ թվում բարձրաստիճան, հատկապես կանայք կարող են ինչ-որ այսպես, եթե սա բարձրաձայնվի, նրանք քայլեր չեն ձեռնարկելու եւ չեմ ուզում կրեդիտներ տալ իրենց գործն են անում, եթե անում են, լավ են անում իրենց գործն են անում, բայց երևի թե սա այն դեպքերից է, որ իրոք այն քիչ դեպքերից է, կներեք այսպես ասեմ, երբ կին լինելը գուցե իսկապես նշանակություն է ունենում ավելի հարցերի վրա ֆիքսվելու մասով։ Դե հիմա տեսեք, այսքան ժամանակ կան 2-3 օր է բարձրաձայնվել է, բազմաթիվ ինֆորմացիաներ եկան, գիտեք անկեղծ լինենք, շատ բաներ դեռ պարզ չեն, լիքը հարց է մնացել, բայց իմ համար
մի քանի արձանագրումներ կան էլի։ Չեմ ուզում անձնական ոչ մի բան չկա այստեղ իհարկե։ Ոչ ճանաչում եմ ոչ էլ։ Իմ համար ասեք վեդի քնչական մարմինը բացարձակ ոչ մի բանով ոչ մի անձնական բան չկա, ասեք չգիտեմ որ ասեմ։ Բերդի ես իմ էլի այդ կարգի քաղաք Եգնաձորի Արտիկի, չգիտեմ որի ու ասեք։ Չեմ եղել, չեմ իմանում ովքեր են, ինչ են եւ այլն, բայց ինֆորմացիաներ եմ ստանում կոնկրետ այս գործի քննության հետ կապված։ Լավ, տեսական մակարդակով հարց բարձրացնեմ։ Ասենք թե պատկերացրեք, սենց սահմռկեցուցիչ արարքի մեջ է արարքի փաստ է ենթադրյալ փաստերի հայտ գալի։ Պնդում, մեղադրանք, ուրեմն երևութականություն է հայտ գալի, այսինքն ոնց որ թե նման բան է տեղի ունեցել։ Բալավ անչափահաս ուժողին, առանց օրինական ներկայացուցչի, առանց վստահություն վայելող որևէ մեկի, տղամարդ քննիչի կողմից։ Ուրեմն կտանեն, նստացնեն ուրեմն այն մարդու առջև, որը որ ենթադրաբար նման գործողություններ է կատարում։ Կարծում եմ դա շատ մեղմ եմ արտահայտվում, նորմալ չի, շատ մեղմ եմ արտահայտվում։ Երկրորդ փաստը ասեմ, փետրվարին հենա պարզ դարձավ, որ ինչ-որ քրեական բան։ Բա լավ, օպերատիվ բլոկը ինչի համար է։ Օպերատիվ բլոկը ինչի համար է, որ չհետևի։ Ախր տեսեք ինչ-որ բաներ են հնչում, հայմատություններ են անցկացվում, շատ հարգելի մարդկանց կողմից, այն այլանդակ սերոփի գործի հետ։ Մեկ երեխայի նկատմամբ անգամ այս բանը շատ է, անընդունելի է, սահմռկեցուցիչ է, մղձավանջ է։ Որևէ այստեղ համեմատելու բան ես չեմ տեսնում։ Ուղղակի չի կարող լինել։ Եվ ես ուրախ եմ, որ սա ցույց տվեց, որ գոնե այս հարցում մեր հանրությունը առավելապես առողջ վարքագիծ է դրսևորում։ Այսինքն ռեակցիան ինձ թվում է adekvat էր։ Մի բանի համար եմ ցավում, որ այսքան ժամանակ պահանջվեց, այսքան տեսեք ինչքան ժամանակ։ Եվ այս ընթացքում նաև տեղի ունեցան անընդունելի այլ զարգացումներ։ Լավ, վաղը ավելի մանրամասն խոսեմ, այս պահին ուզում եմ այս փաստը ֆիքսել եւ իմ շնորհակալությունը մարդկային, քաղաքացիական հայտնել այն կանանց, ովքեր որ լրագրող Սյուզի Բադոյանին, փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանին, Վարդուհի Էլբակյանին, ովքեր որ այս կարևոր գործառույթը ստանձնեցին։ Այդ վաղուց մոռացել ենք այդ բառը մեր երկրում, բայց դա այդ հանրային ասացի վաղուց մոռացել ենք, ինքս մոռացա։ Հանրային խղճի էլի, չգիտեմ, հանրային խղճի ներկայացուցիչների այդ կարևոր գործառույթը։ Լավ, շնորհակալություն, այսքանով սահմանափակվենք, վաղը հեռացիչ խոսեմ, այստեղ էլի հարցեր կան, պետք է արդյունավետ քննություն լինի, վստահելի քննչական մարմնի կողմից, որը իսկապես վայելելու է բոլոր կողմերի վստահությունը, բոլոր կողմերի առաջերտին ուժող կողմի վստահությունը։ Դա է կարևոր, որպեսզի մարդիկ կարողանան իսկապես համագործակցել, հիմքեր ունենան համագործակցել նախաքննության մարմնի հետ, որտեղ իսկ ինչի պետքա չհամագործակցել։ Սա նորից ասեմ, ուղղակի զրո հանդուրժողականություն պետքա լինի այս ամեն ինչի նկատմամբ։ Սա ես համարում եմ մեկն էլ է ահավոր շատ անընդունելի մղձավանջ։ Սա իմ կարծիքն է։ Այսքանը շնորհակալություն, տեսություն։